Վրաստանի նախագահ Ժնևում է Միխայիլ Ղավելաշվիլին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի առաջին գլոբալ երկխոսությանը արհեստական բանականության կառավարում թեմայով։ Նախագահը ընդգծել է միջազգային համագործակցության եւ կառավարման կարեւորությունը արհեստական բանականության արագ զարգացման համատեքստում։ Ուշադրությունը կենտրոնացել էր ինչպես քաղաքական, այնպես էլ սոցիալական մարտահրավերների վրա։ Անակլիայի նավահանգիստը ամբողջությամբ կկառուցվի պետության կողմից, սակայն գործընթացին կներգրավվեն տարբեր երկրների ներդրողներ։ Որոշումը կայացվել է հիմնվելով օբյեկտի ռազմավարական կարևորության վրա։ Կառավարությունը կմնա ծովային եւ նավահանգստային ենթակառուցվածքների սեփականատերը, այն ինքը կապահովի դրա զարգացումն ու կառավարումը, տերմինալները վարձակալության կհանձնվեն եւ կկառավարվեն միայն համատեղ ձեռնարկատիրության գործընկերների կողմից։ Անակլիայի նավահանգիստը իր առաջին նավը կստանա 2029 թվականին։ Նավահանգստի զարգացման նոր մոդելի հիման վրա պետությունը պետք է մոբիլիզացնի նախատեսվածից մոտ $200 միլիոն ավելի։ Վրաստանի վերաբերյալ բանաձևի նախագծի քվեարկությունը տեղի կունենա Հագայում հուլիսի 8-ին։ Փաստաթղթի գլխավոր նախաձեռնողը ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնն է։ ԵՀԿ խորհրդարանական վեհաժողովի կայքում հրապարակված բանաձևը թվարկվում է խորհրդարանական վեհաժողովի մտահոգող հարցեր, այդ թվում 2024 թվականի խորհրդարանական եւ 2025 թվականի հոկտեմբերի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում կեղծիքների նշանները, ինչպես նաև ընդդիմադիր դիտորդների համար ընտրատեղամասերում միջամտության փաստերի մասին տեղեկատվությունը։ Բանաձևի նախագծում նաև նշվում է, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը դատապարտում է Վրաստանում վերջերս ընդունված օրենքները։ Հագայում գտնվող վրացական պատվիրակությունը քննադատում է փաստաթուղթը։ Նրանց գնահատմամբ դա այն անհեթեթ մեղադրյալների համադրությունն է։ Վրացական կողմը նաև ուշադրության է հրավիրում Մոսկվայի մեխանիզմի վրա։ Հայաստանի Հանրապետության վարչապետը այցելել է Ռուսաստան, Փաշինյանը տեղեկատվությունը տարածում է սոցիալական ցանցում։ Նա կմասնակցի Եկատերինբուրգում կայանալիք լիագումար նիստին արդյունաբերության 360 արդյունաբերություն առանց սահմանների նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հանդիպումը իր ռուս գործընկերոջ հետ։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բացումից մեկ օր առաջ ռուսները Կիևը ռմբակոծեցին անօդաչու թռչող սարքերով եւ բալիստիկ հրթիռներով։ Համատեղ հարձակման հետևանքով զոհվեց 15 մարդ, վիրավորվեց 46, այդ թվում անչափահաս երեխաներ։ Պոդոլսկի շրջանում հարվածը ոչնչացրեց 9 հարկանի բնակելի շենք, մարդիկ մնացին փլատակների տակ։ Երկու ավիառումբ օգտագործելով հարձակումը տեղի ունեցավ Զապարոժիեի կենտրոնում գտնվող բնակելի շենքի մոտ։ Միևնույն ժամանակ տեղեկություններ են տարածվում, որ ուկրաինական հարձակման հետևանքով վնասվել են Ռուսաստանի 2 նավահանգիստներ, ինչպես նաև նավթի արտահանման խոշոր կետ։ ԱՄՆ-ի փոխնախագահը կարծում է, որ Ռուսաստանի հարձակվողական հնարավորությունները գրեթե զրոյական են։ Վենզի խոսքով այսօր Ռուսաստանը գտնվում է այնպիսի իրավիճակում, երբ հարձակվողական գործողությունները գրեթե ոչինչի չեն հասնում մարտադաշտում, մինչդեռ Ուկրաինայի հաջողությունները նպաստում են պատերազմը ավարտելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։ Լեհաստանի պաշտպանության նախարարը հրամանագիր է արձակել հրապարակելու Ուկրաինային 2022-2026 թվականներին տրամադրված ռազմական օգնությունը։ Նրա խոսքով ռազմական տեխնիկայի մատակարարման գործընթացը սկսվել է Մարիուշ Պլաշչակի ղեկավարությամբ օրենք եւ արդարություն կուսակցության կառավարության օրոք։ Նախարարի խոսքով երկրի այն ժամանակվա եւ ներկայիս նախագահները տեղեկացված են եղել նման բոլոր օգնության մասին։ Այս հայտարարությունը արվել է ի պատասխան ընդդիմության մեղադրանքների, որ կառավարությունը գաղտնի կերպով Ուկրաինային է փոխանցել Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգի համար նախատեսված հրթիռներ։ Հատուկ գործողությունների վարչությունը հանձնվել է բազմաֆունկցիոնալ հատուկ նշանակության եւ արագ արձագանքան մարտավարական մեքենաներ։ Պետական անվտանգության ծառայության ղեկավարի խոսքով նոր մեքենաները կօգնեն ամրապնդել վարչության գործունեությունն ու հնարավորությունները։ Մինչև տարեվերջ հատուկ գործողությունների վարչությունը կստանա մի քանի տասնյակ լրացուցիչ զրահամետ մեքենաներ, արագընթաց եւ օպերատիվ մարտավարական մեքենաներ։
Շրջակա միջավայրի լրագրության կայուն ապագայի համար այս անվանումով համատեղ նախագիծը մեկնարկվել է հաղորդակցության հանձնաժողովի եւ շրջակա միջավայրի տեղեկատվության եւ կրթության կենտրոնի կողմից։ Նպատակն է խորացնել լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնագիտական գիտելիքները։ Համագործակցության շրջանակներում շրջակա միջավայրի հարցերը, կլիմայի փոփոխությունը, բնական ռեսուրսների կառավարումը եւ կայուն զարգացումը ճիշտ օբյեկտիվ եւ արդյունավետ լուսաբանելու համար Մեդիա ակադեմիայի մեդիա դպրոցի ստուդիայի ուսանողները կվերապատրաստվեն թեմատիկ դասընթացների միջոցով։